Ուսանողներին միավորող KSK բիզնես խնդիրների լուծման մրցույթը նոր թափ է հավաքում։ Աշխարհում լայնորեն ընդունված կրթական այս մոդելը ներգրավում է ակտիվ, խելացի ու նախաձեռնող երիտասարդների, որոնք վեր են հանում տեղական բիզնեսների խնդիրները, առաջարկում գործնական լուծումներ ու զարգացման ուղիներ։ KSK ակադեմիան միտում ունի բերել Հայաստան միջազգային փորձառություններ, գիտելիք եւ ադապտացնել հայկական իրականության մեջ։ Ու հայաստանյան ուսանողներին, այսինքն ոչ միայն սարքել մրցունակ լոկալ մակարդակում, այլ նաև միջազգային մակարդակում, որի արդյունքում մենք կարողանում ենք իրոք որ հավասարին մրցել միջազգային top 50 համալսարանների ուսանողների հետ։ 2020-ից ի վեր շուրջ 4000 ուսանող արդեն միացել է նախաձեռնությանը տարբեր բուհերից ու տարբեր մասնագիտություններով։ Նրանցից 900-ը հաղթահարել է մրցութային փուլերը, ձեռք բերել բիզնես մտածողություն, վերլուծական հմտություններ եւ թիմային աշխատանքի փորձ, իրական կամ մոդելավորված բիզնես խնդիրների լուծման միջոցով։ Մենք ունենք մասնակիցներ սկսած բժշկական համալսարանից, իրավաբանականից, չգիտեմ, տեխնիկական գիտելիքներից մինչև բիզնես, ֆինանսներ, մարքեթինգ։ Այս տարի KSK մրցույթին երիտասարդների հետ աշխատելու են երկու միջազգային փորձագետներ ԱՄՆ-ից եւ Լիբանանից։ Բեյրութի ամերիկյան համալսարանի հայազգի պրոֆեսոր Հակոբ Փանոսյանը մեծ ոգևորությամբ է ընդունել հրավերը։ Նա կներկայացնի բիզնես ռազմավարության մշակման ժամանակակից մեթոդները եւ ուսանողներին կփոխանցի իր տարիների փորձը։ Նրա հետ Հայաստան են եկել նույն բուհի այն ուսանողները, որոնք վերջին 2 տարում հաղթել են միջազգային բիզնես մրցույթներում։ Սա հիանալի հնարավորություն է հայ ուսանողների համար բացահայտելու իրենց կարողությունները, զարգացնելու նոր հմտություններ։ Դասընթացը իհարկե բարձր մակարդակի է եւ նախաձեռնության նպատակն է այն էլ ավելի զարգացնել ու հասցնել միջազգային մակարդակի։ Ահա թե ինչու մենք մեծ հաճույքով միացանք եւ ներկայացնում ենք մեր լավագույն փորձը։ Նախաձեռնությանն աջակցում են մի շարք տեղական գործընկերներ, Ամարյան բարեգործական հիմնադրամից ընդգծում են։ Այս կրթական ձևաչափը ոչ միայն նոր մակարդակի բիզնես գիտելիքներ է բերում Հայաստան, այլև պատրաստում է մասնագետներ, որոնք վաղը դառնալու են երկրի տնտեսության շարժիչ ուժը։ Երբ առաջի անգամ ես ներկայացրեցին ծրագիրը, մենք հասկացանք, որ այն հենց այդ մեր երկու կարևոր ուղղությունների խաչմերուկում է, եւ շփվելով եւ ուսանողների հետ, ովքեր մասնակցել են ծրագրին, եւ կազմակերպիչների հետ հասկացանք, որ շատ լավ ծրագիր է եւ դրանով կհասնենք այդ մեր երկու նպատակներին։ KSK 2025-ը կհամախմբի 27 թիմի շուրջ 220 մասնակցի, որոնք 6 ամիս կստանան գործնական գիտելիքներ։ Ծաղկանուշ Միրզոյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։